Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում իսկական մշակութային տոն էր։ Տեղի ունեցավ Արտաշատի գեղագիտական կենտրոնի հայեր պարային համույթի սպասված հաշվետու համերգը։ Լեփլեցուն դահլիճն ու հանդիսատեսի չդադարող ծափողջույններն ուղեկցում էին ողջ միջոցառումը։ Բեմում փայլում էին երեխաները իրենց էներգիայով ու տաղանդով։ Դրանք հանդիսատեսին ներկայացրին հայկական ավանդական պարը բոլորովին յուրովի ու թարմ մատուցմամբ, ինչպես նաև հիացրին ժամանակակից պարային գեղեցիկ բեմադրություններով։ Հաջորդ բարը մենք ենք բարելու շալախով։ Հաջորդը բարելու ենք մենք։ Հաջորդ բարը մենք ենք բարելու, շատ գեղեցիկ պար ենք բեմադրել, հետևեք, որ բաց չթողնեք, ձեզ շատ դուր կգա։ Այս ամենի համույթի կայացման ու երեխաների փայլուն ելույթների հետևում կանգնած են նվիրյալ մասնագետներ։ Բացառիկ եւ տարիների տքնաջան աշխատանքի հեղինակն է համույթի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Նարինե Պետոյանը։ Նրա ստեղծագործական միտքն ու անսպառ եռանդն են պատճառը, որ հայեր համույթն այսօր ունի իր ուրույն ձեռագիրը։ Այս դժվարին ու պատասխանատու գործում իր անքնահատելի ներդրումն ունի նաեւ պարուսույց Մարիամ Հովանիսյանը։ Դրած ամենօրյա աշխատանքի, հետևողականության եւ մասնագիտական մոտեցման շնորհիվ սաները կարողանում են հղկել իրենց շարժումները եւ բեմում հանդես գալ վստահ ու պրոֆեսիոնալ կատարումներով։ Նրանք միասին ոչ միայն պարային ճիշտ տեխնիկա են սովորեցնում, այլև յուրաքանչյուր սանի մեջ սերմանում են սեր ու հարգանք արվեստի հանդեպ։ Երեկոյի ամենահուզիչ եւ հիշարժան պահերից մեկը ավարտական վկայականների հանձնման արարողությունն էր։ Բեմ հրավիրվեցին համույթի այս տարվա ավարտական աղջիկները։ Շրջանավարտերին հղվեցին ջերմ շնորհավորանքներ եւ նորանոր հաջողությունների բարեմաղթանքներ իրենց հետագա կյանքի եւ նոր սկիզբների ճանապարհին։ Միջոցառման ավարտին, երբ բեմում համախմբվել էր ողջ համույթը, դահլիճի արձագանքն ու անդադար ծափահարությունները եկան փաստելու միայն մեկ բան։ Տարվա կարևորագույն այս ամփոփումը ստացվեց գերազանց։ Այս համերգը եւս մեկ անգամ հաստատեց, որ Նարինե Պետոյանի ղեկավարած թիմը շարունակում է բարձր պահել հայկական պարարվեստի նշաձողը։ Մեկ անգամ էլ կուզեմ ձեր ծափերից ես գամ, ստացվել էր թե ոչ։ Շնորհակալ ենք։